Գործարար ալիքի եթերում ժամն առողջությանն է, եթերում ռադիո առողջարանն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Էրեբունի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին, բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ կրկին հրավերի համար։ Այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք չզարգացող հղիությունների ընդհատումների մասին եւ ամեն առաջին ուզում հասկանալ այդքան շատ են դեպքերը, թե մենք սկսել ենք ավելի հետեւողական լինել, ավելի շատ այդ մասին խոսել, ավելի շուտ բժշկի դիմել, եթե տարիներ առաջ մինչեւ 12-13 շաբաթականը չէին էլ դիմում բժշկի, հիմա շատ ավելի վաղ ենք դիմում եւ դեպքերի մասին ավելի շուտ ենք արձագանքում ու բարձրաձայնում։ Նախ շատ շնորհակալություն հրավերի համար եւ երկրորդ շատ շնորհակալություն նմանատիպ շատ տարածում գտնվող հարցի շոշափման համար։ Այսօր այդ չզարգացող հղիությունը գրեթե կարելի ասել առաջնահղի աղջիկների մոտ գերազանցում է 30%։ Իհարկե նաեւ հանդիպում է նաեւ շատ կրկնահղի կանանց մոտ։ Չզարգացող հղիությունները եղել են իհարկե նաև մեր նախնիների մոտ դա նորություն չի բժշկագիտությունում ուղղակի ինչպես դուք նշեցիք սարսափելի լավ ախտորոշվում է ամեն ինչը այսօր նորաթուխ հղին ինձնից լավ գիտի որ պետք է հանձնի մարդու խորոն գոնադոտրոպին հորմոնը եւ նույնիսկ 48 ժամ հետո հետեւի տեսնի այն կրկնակի բարձրացավ թե ոչ արդյոք դա ճիշտ է Ինֆորմացիոն առումով ճիշտ է, բայց երբեմն չէ որ ամեն ինչ մանկաբարձության մեջ մաթեմատիկական պրոգրեսիայով են եւ կան բացառություններ եւ հենց այդտեղ էլ սկսում է փսիխոզը։ Կարծում եմ իհարկե լսել ենք ես միջին սերնդի բժիշկ եմ, այսինքն մենք տեսել ենք արդեն մեր մեծերին եւ տեսնում ենք նաեւ մեր երեխաներին եւ մեր տատերը ասում են որ հղիացանք 10-ը 8-ը ունեցա 9-ը մնաց այո այսինքն այդ բնական ընտրությունը եղել է նաեւ այն ժամանակ բնականաբար նույնիսկ մենք որ ծնվում էինք մեր մայրերը չգիտեին թե ինչ է սոնոգրաֆիան պատմական ակնարկներ կար, որ փորը մեծ էր, կնոջը որպեսի հասկանային զույգ պտուղ է թե չէ, ռենտգեն են անում, որ տեսնեն երկու գանգ են տեսնում, թե ոչ։ Իսկ հիմա ամբողջ օրը պայքարում եմ աղջիկների հետ, ասում եմ, ձեր դաշտանային ցիկլից թամինը 2 օր է անցել, անիմաստ սոնոգրաֆիա մի արեք, որովհետև սոնոգրաֆիան ոչ մի հարցի չի պատասխանելու, այլ որոշակիորեն խորացնելու է ձեր անհանգստությունը։ Այնուամենայնիվ մենք ինքներս ժամանակի հետ քայլում ենք եւ պարտավոր ենք սպասարկել բնակչությանը այդ շատ շուտ բժշկի գալը բացարձակ չի խրախուսվում իսկ հղիության կրելախախտերը ինչի մասին որ դուք խոսեցիք միանշանակ բժշկական օգնություն են ուզում դեռևս մեր ուսանողական սեղաններից մեզ սովորացնում են որ հղիության կրելախախտերի մեծ մասն ունի ինֆեկցիոն պատճառ Այսինքն որ հղիություն հղին եւ նրա ամուսինը ինչ որ մի վարակ ունի եւ որ կարող է բերել հղիության ընդհատման։ Այո, միանշանակ այդպես է, բայց ոչ միշտ է այն հղիության կրելախախտի պատճառ։ Ժամանակակից բժշկության մեջ բավականին մեծ դեր է հղիության կրելախախտերին տրվում աուտոիմուն հիվանդություններին եւ փառք Աստծո այսօր մեր երկրում կան հրաշալի ռևմատոլոգներ, որոնք իդեալական տիրապետում են այդ կրելախախտի նորմատիվներին եւ մենք հանգիստ աշխատում ենք եւ եթե մենք ունենք եւ մենք հղիության վիժումով կարող եմ գտնել, որ այդ կնոջ մոտ կար չախտորոշված համակարգային կարմիր գայլախտ, հա Եվ մեզ հետ չենք վախենում նման դեպքից եւ միանշանակ գնում ենք առաջ։ Զուգահեռաբար բավականին մեծ լուրջ ուշադրություն է տրվում հեմաստազոգրամաներին, այսինքն որոշակիորեն մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի արյան մակարդելության համակարգ ունի այդ հղիությունը կորցրած կինը։ Երրորդը բավականին լուրջ ուսումնասիրում ենք նաև իմուն հեմատոլոգիան։ Կան որոշակի անհամատեղելիություններ եւ այլն, որը նույնպես նեղ մասնագետները բավականին լավ աշխատում են։ Եվ իհարկե մենք ինքներս ունենք կրելախախտի շատ պատճառներ, արգանդի անատոմիական
խնդիրներ, որոշակի խնդիրներ, որոնք որ ընդհանրապես կապ ունեին տարված առաջի բարդ ծննդաբերությունից հետո եւ այլն, բայց այնուամենայնիվ կա մի հարցական, երբ որ այդ բոլոր անալիզները ունենում ենք մաքուր, այսինքն բոլորը տալիս են նորմատիվների մեջ եւ կնոջ մոտ նորից կրկնվում է չզարգացող հղիությունը, այսինքն կրկին չի զարգանում հղիությունը։ Դեռևս 2012-13 թվականին Հայդելբերգում էի իմ առաջին թռիչքային բաններ, ֆորշունգներ, վերապատրաստումներ, հետազոտություններ, 3 ամիս ես Հայդելբերգում էի եւ անդադ տեսնում էի, որ չզարգացող հղիություններից հետո 2 փորձանոթ են վերցնում, որ մեկ ուղարկում են հյուսվածքաբանական, իսկ մյուսը գենետիկական քննության։ Եվ անընդհատ իմ միտքը նա էր, որ միգուցե սա է այս հարցերի պատասխանը, եւ երբ որ եկա Հայաստան, խոսեցինք գենետիկայի կենտրոնի հետ եւ այլն, նոր 2017 թվականից սկսեցին գենետիկայի կենտրոնի հետ աշխատել եւ ապացուցվեց, որ այդ մինչեւ առաջին երամսյակի չզարգացող հղիությունների մեծ մասը ունի խնդիր հենց գենետիկական մակարդակով։ Եվ շատ դեպքերում, երբ որ պացիենտը մեղադրում էր տարբեր բժիշկների, ես նույնիսկ նախ պետք է բժիշկները ունենան որոշակիորեն բարոյականություն եւ չխոսեն իրարից, ես քիչ էլ հետաքրքրում թե ում մոտից է եկել եւ ես ասում եմ ոչինչ չի փոխվել։ Բոլորս այդ հստակ պրոտոկոլը գիտենք հետազոտման, էլեմենտար պրոտոկոլ է եւ բոլորն արվել է։ Եվ մի մեղադրեք թե ինչի չենք հակամակարդիչ շատ ստացել, որովհետեւ դուք չեք ունեցել այդ ցուցումը, եւ ես իմիջայլոց ասում եի, եթե այս հղիությունը գենետիկական մակարդակի վրա լինի առողջ, մենք ձեզ նույնիսկ պետք չենք։ Միայն մի ֆոլաթթու ենք նշանակելու, ավել ոչ։ Եվ երբ որ արդեն սկսեցինք պտղաձուն ուղարկել գենետիկական հետազոտության, իհարկե շատ ցավալի է, որ պատասխանը գալիս էր այս մի քրոմոսոմի տրիսոմիա կամ ինչ որ մի քրոմոսոմի մոնոսոմիա եւ այլն, դրանք բժշկական ախտորոշումներ են, չեմ ուզում ես ծանրաբեռնել, այնուամենայնիվ յուրաքանչյուր պացիենտի հետ երբ որ խոսում ես զգում եմ, որ այդ պացիենտի հոգին հանգստացել է եւ անորոշությունից դուրս է եկել, անում են գենետիկի խորհրդատվությունը եւ շատ ընտանիքներ երջանկացել են, կարծում եմ լսում են եւ ունեցել են իրենց բալիկները առանց հուսահատության։ Քանի գնաց այսօր ֆաստինգի դար, այսօր ամբողջ օրը մենք ամեն հաջորդ օրը մեկ նոր բան ենք տեսնում երկրագնդի վրա եւ ասեմ, որ գենետիկայի կենտրոնը մեզ հետ հավասարաչափ քայլում է եւ այսօր հասել ենք նրան, որ ոչ թե էլեմենտար պտղաձվի ցիտոգենետիկ քննություն ենք անում, այսինքն կոշտ կարիոտիպավորում ենք տալի, ապա այսօր անում ենք միկրոռեր, այսինքն ցույց է տալիս հետազոտված պտղաձվի նյութում, թե ինչ մոզաիցիզմ ունի, ինչ պոլիմորֆիզմներ, այսինքն մանր լոկուսների մակարդակով գենետիկները դրանց ավելի հրաշալի լուրջ են վերաբերվում, եթե այն ժամանակվա մեր պատասխանը ընդամենը 1.5 A4 ֆորմատի թուղթեր, այսօր այդ պատասխանները ձգտում են մինչև 10 քանի էջը եւ հստակ ուղեցույցը տրված, որ տվյալ պացիենտին ինչ հետազոտվի, ինչ արվի եւ գնալ առաջ։ Ուստի կարող եմ ասել, որ այսօր ինչի ենք մենք վախենում սխալ սնունդից, այդ գմոներից եւ այլն, դրանք բերում են յուրաքանչյուրս կարող ենք այդ ունենալ յուրաքանչյուր առողջ կարիոտիպով ամուսնական զույգ կարա ունենա սխալ մոզաիցիզմով, սխալ գենետիկ նյութ կրող հղիություն, որը որ բնական ընտրության հաշվին հենց կանգնի հղիությունը։ Ոստի այստեղ պետք չէ շատ ավել անալիզներ, պետք չէ շատ ավել բարդացնել, պետք չէ իհարկե մեղավորներ գտնել, պետք է ընդամենը ճիշտ ճանաչել ախտորոշումը եւ միանշանակ գնալ առաջ։ Բայց զուգահեռաբար եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ
պետք չի նաև ամեն ինչ բարթել միանշանակ գենետիկայի վրա, ասել որ դուք այս խնդիրը ունեք, մենք այլևս ոչինչ չունենք անելու, ինֆեկցիաներն են իրենց տեղում մնում, հակաֆոսֆոլիպիդային սինդրոմն է իր հղիության կրելախախտի մեջ իր դերն ունենում, իմուն հեմատոլոգիաներ, օրգանական ախտարումներն եւ այն ինչի մասին ես մանրամասն խոսեցի։ Իսկ եթե եւ հարց տվեք, ես կասեմ։ Իսկ եթե այդ ընդհատումը եղել է ոչ բժշկական միջամտությամբ, բնական ճանապարհով, այս դեպքում ունի այդ զույգը հնարավորություն նորից անցնելու այդ հետազոտությունը, եթե չունենք նմուշը։ Հա, այ հրաշալի հարց է։ Եթե ինքնուրույն է տեղի ունեցել վիժումը եւ բնականաբար չի ստացվել այդ նմուշը վերցնել, ապա մենք չունենք ոչ մի ինֆորմացիա։ Ես նշեցի, որ երբ որ հետազոտում ենք ծնողներին, մենք ունենում ենք շատ դեպքերում 90 եւ բարձր % դեպքերում նորմալ կարիոտիպավորում։ Երբեմն, երբ որ մենք ունենում ենք գենետիկական պատասխան արտավիժվածքի, որ նմուշարել ենք եւ ուղարկել ենք, դրանից բխող կարող են գտնել որոշակի քրոմոսոմային փոփոխություններ կամ հոր մոտ կամ մոր մոտ, այդպիսի դեպքեր ենք միանշանակ ունենում։ Ես ուզում եմ ասել, որ այդ չզարգացող հղիության ժամանակ գենետիկական խնդիրը վերաբերվում է հենց տվյալ հղիությանը։ Եվ որևէ մեկը չի կարող ասել, որ հաջորդ հղիությունը կարա կրկնվի։ Եթե լինում են հղիության կրելախախտեր, հա, կրելախախտը դա մի քանի հղիության կորցնելու կրկնողությունն է, ապա միանշանակ մանկաբարձ գինեկոլոգներս պետք է վերցնենք այդ process-ին, կանգնենք տեր, հա, դիրիժորը լինենք այդ սիմֆոնիայի եւ մեր հետ միանշանակ այդ process-ին մասնակցի իմունոլոգը, ռևմատոլոգը, հեմատոլոգը եւ իհարկե նաեւ գենետիկը։ Յուրաքանչյուր այդպիսի բարդ կրելախախտերի դեպքում ես անձամբ բոլորի եզրակացությունները պետք է ունենամ, նոր թույլ տամ հաջորդ հղիության։ Երբեմն ունենում ենք նաև ավելի վատ դեպքեր, երբ գենետիկը վերլուծելով դեպքը ասում է, որ տվյալ ամուսնական զույգը ինքնուրույն հղիության պլանավորման ժամանակ կունենա այսքան հղիության կորուստներ, իսկ եթե ուզում է շրջանցի, ապա պետք է դիմի արտամարմնային բեղմնավորման եւ պտուղը արվի պրեդիմպլանտացիոն, մինչ իմպլանտացիոն ախտորոշում, նոր տեղադրվի, այսինքն ստացված սաղմերը գենետիկ առումով պետք է ուսումնասիրվեն եւ առողջ պտուղը պետք է դրվի մորարգանդի մեջ, որպեսզի ունենանք հղիություն, զարգացող հղիություն եւ իհարկե վերջում առողջ բալիկ։ Եթե գենետիկ քննությունից հետո գալիս են որոշակի շեղումներ, սա դատավճիռ է, որ հաջորդիվ հղիությունները կարող են նորից նույն կերպ ավարտվել, եթե օրինակ բժիշկը տեսնում է, որ այս պահին որևէ միջամտության կարիք չկա։ Եթե մենք ունենում ենք արդեն իսկ ստանում ենք այդ արտավիժվածքի գենետիկական ախտորոշումում կա խնդիրներ, վերլուծությունը անում է միայն գենետիկը, դա առանձին մի մեծ մասնագիտություն է եւ ըստ նրա ուղեցույցի միանշանակ դատավճիռ չէ։ Վերլուծում են, որ այդ ընտանիքում առողջ երեխայի ծնվելու հավանականությունը այսքան տոկոս է։ Այսինքն դատավճիռ միանշանակ չկա, բայց այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, ես ուզում եմ երիտասարդ աղջիկները լսեն, որ դատավճիռ ընդհանրապես չկա։ Ունեցել եմ դեպքեր, ես ասել եմ, որ այն բժշկի մոտ մի նեղացի ոչ մեկից, ում մոտ քո արգանդում կլինի առողջ բալիկ, այդ բժիշկը քեզ համար կլինի հերոս։ Շատ կանանց կյանքում մենք ենք եղել, շատ կանանց կյանքում մեր մոտ չի ստացվել ուրիշ բժիշկ է եղել, ես միայն ու միայն ուրախ եմ, բայց իմ կրթությունը, ակադեմիական գրականության տվյալները եւ այս մեծ բժշկական փորձը ասում է, որ առողջ կարիոտիպով պտղաձվի պարագայում հղիության կրելախախտի հավանականությունը շատ ցածր է։ Մոտավոր ինչքան։ Միանշանակ, եթե այլ պատճառ չկա, այն պետք է զարգանա։ Եթե ունենք արդեն ընդհատում, հաջորդիվ քայլերը որոնք պիտի լինեն, պիտի առաջինը գնան գենետիկ քննության, հետո ինֆեկցիաների, վիրուսների ստուգումը, թե սրանք պիտի զուգահեռ արվի, թե ինչպես պիտի արվի, որ ավելի գնան գետին։ Առաջի հերթին այսօր շատ հետաքրքիր է, որ
շատ պացիենտներ արդեն գալիս են եւ ասում են, որ մենք ուզում ենք հղիության պլանավորման համար անալիզներ հանձնել։ Ես հարց եմ տալի, ասում եմ, դուք կարդացել եք, թե ձեր հարազատների մեջ կորուստ եք տեսել։ Հիմնականում նույնիսկ ճանաչում են, որ այս իմ հղիներից մեկի քույրիկներ։ Այսինքն շատ դեպքերում նրանք անում են միանշանակ ինչ հղիությունը։ Այո, դա կա մի հետաուղեցույց է, որի մեջ մի քանի բառով ընդհանուրով ասեմ, այո, ինֆեկցիաներն են, մի քանի հորմոն է, հակաֆոսֆոլիպիդային մարկերներ են 1-2 եւ 1-2 արյան մակարդելության էլեմենտներ։ Այդ անալիզների ցանկը չի գերազանցում 10։ Ոչ մի նորաթուղ աղջկա, որը որ դեռ հղիություն չունի եւ Փառք Աստծո կորուստել չունի, պետք չի խորացնել, ուղարկել կարիոտիպավորման եւ այլն։ Միայն ընդ որում յուրաքանչյուր հետազոտություն նշանակելուց առաջ էլ կան հստակ ուղեցույցներ։ Ընդհանրապես պետք է լինի 2 հղիության կորուստ եւ ավել, որ բժիշկը իրեն թույլ տա այդ մեծ ցանկը նշանակի։ Իհարկե շատ դեպքերում այսօր մեր աղջիկները շատ անհամբեր են եւ երբ որ դու ասում ես որ եկեք սպասենք 1-ից հետո շատ ընտանիքներ ասում են եկեք միանգամից հետազոտվենք, չենք ուզում նորից անցնել այդ ճանապարհով։ Միանշանակ նաեւ մեկ հավելում էլ անեմ, որ եթե հղիությունը ընդհատվում է բնական ճանապարհով կամ դեղորայքային, ապա նմուշառումը չի ստացվում, որովհետև ոչ մի պացիենտ չի կարա հստակ վերցնի, այնտեղ հատուկ միջավայր է պետք, այո, նույնիսկ երբ որ մենք այդ process-ը իրականացնում ենք, ամբուլատոր կենտրոնա, գենետիկայի կենտրոնը, հստակ ժամ ենք պայմանավորում, որ կարողանանք դա հասցնել տեղ, որ գենետիկ բժիշկները սկսեն հետազոտել, այսինքն ինքնուրույն վիժման եւ դեղորայքային վիժման պարագայում նմուշառումը անհնար է։ Միայն պետք է արվի ստացիոնարում արգանդի խոռոչի վակուում ասպիրացիայից հետո, նույնիսկ հենց process-ը չիրականացված պացիենտին ներկայացնում ես եւ անմիջապես նմուշառվում եւ կուրիերները միանգամից տեղ են հասցնում, որպեսզի պատասխան ունենաս։ Հիմնականում այդ պատասխանները այդքան շուտ չեն գալիս, մինչև 3-ից 6 շաբաթ պացիենտը սպասում է, որպեսզի ունենա պատասխան։ Կարևոր չէ, թե հղիության որ շրջանում է եղել ընդհատումը կամ չզարգացող հղիությունը որ этаպում է հանդիպել, միևնույն է մենք կարող ենք այս գենետիկ քննությունը իրականացնել։ Սա հիմնականում ինչ խոսեցինք, այդ չզարգացող հղիությունները մենք խոսեցինք հիմնականում առաջի երամսյակինն են։ Թե կարվի 7-ում, 9-ում, 11-ում էական չի, բայց մեկ այլ տեղել է սա օգտագործում, օրինակ մենք 13 շաբաթականի առաջին սկրինինգին սոնոգրաֆիստները մեզ տալիս են, որ բազմակի արատներ ունի պտուղը։ Եվ միանշանակ ըստ բժշկական ցուցմամբ արդեն գնում ենք հղիության ընդհատման։ Շատ պացիենտներ այդ ժամանակ են օգտվում, որպեսզի հասկանան, թե ինչ ախտորոշում կար։ Սրանք միայն օրգանական ախտահարումներ էին, այսինքն ինչ որ ավել պակաս օրգաններ, չեմ ուզում բարդ ախտորոշումներ ասել, թե որոշակիորեն խնդիր ունեն նաև քրոմոսոմային մակարդակով։ Մեկ այլ դեպք ասեմ, հղիության երկրորդ երամսյակի ընդհատումներ, երբ առաջի սկրինինգը տվել է որոշակի ախտորոշում, որից հետո մենք արել ենք բիոպսիա, խորիոնի էլի գենետիկայի կենտրոն ուղարկել կամ ամնիոցենտեզ եւ տենցել հստակ չենք կարողացել ախտորոշում դնել, յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ բժշկագիտության մեջ կարող են լինել ախտորոշումներ, որոնք չախտորոշվեն։ Փառք Աստծո դրանք շատ քիչ են, 1-ից 3, 4, 5% չեն գերազանցում, բայց դնում են։ Եվ դեպքերում ես ինքս եմ դեպք ունեցել, երբ կնոջ մոտ 4-րդ հղիություններ, երբ երկուսը չէր զարգացել, ես իր 4-րդ բժիշկն էի, ինքը ամեն հղիության ժամանակ փոխել էր իր բժշկին, առաջի հղիությունը
չէր զարգացել, երկրորդը 17 շաբաթականում պտղի մահեր եղել, երրորդը չէր զարգացել եւ չորրորդով իմ մոտ էր արդեն հղի, բոլոր մարկերները այն ինչի մասին որ խոսացի մենք հանգիստ գնում ենք առաջ, 13 շաբաթականի սկրինինգը տվեց որոշակի ռիսկեր, մենք արդեն իսկ պատրաստվում էինք ամնիոցենտեզի, երբ 17 շաբաթականում ունեցանք պտղի մահ Եվ բնականաբար ախտորոշում դնելուց մենք ուղարկեցինք էլի պտղից մաս եւ գենետիկայի կենտրոնը հրաշալի տվեց այդ պտղի մահվան պատճառը, որ բավականին լուրջ մի քանի քրոմոսոմում մի քանի լուրջ լոկուսների խնդիր ուներ եւ հիմա գենետիկները արդեն զբաղվում են որպեսզի կարողանան գնանք առաջ իհարկե խոսում ենք մեր մասնագիտության ցավոտ կողմին ես շատ ուրախ եմ որ ծննդատանը լուրերը միշտ շատ լավն են լինում բայց ծննդատանը լուրերն լինում են նաև վատը իսկ բժշկի համար երջանիկ ավարտող պացիենտի հետ աշխատելը շատ ավելի հեշտ է քան թե նույնիսկ մեկ չզարգացող հղիության հետ չզարգացող հղիություն ունեցող պացիենտի հետ 15 րոպե խոսելը բայց մենք շատ զգոն ենք շատ զգուշ ենք եւ շատ պարտավորեցնող է մեր աշխատանքը եւ ես յուրաքանչյուր կորուստ ունեցող հղի միշտ ասում եմ կներեք մենք երկաթ բետոնից ենք մենք թրծվել ենք ժամանակի ընթացքում բայց մեզ հասկացեք որ եթե մենք մտնենք ձեր հոգեբանական այդ ծանր վիճակի մեջ մենք ինքներս էլ մեզ կկորցնենք եւ այդ պարագայում արդեն կարծում եմ պիտի բժիշկ մանգակ ուստի Մի դեպք չի, այո, մի չի եւ շատ ցավում եմ, որ ես երևի ամեն օր մեկ չզարգացող հղիություն եմ ունենում։ Առաջնածինների կամ առաջնային հղիության դեպքում սա ավելի ցավոտ է, չէ՞ լինում կնոջ համար։ Բնականաբար, այո, շատ ցավոտ է լինում, երբ որ նորաթուխ հարսիկը, գիտեք, ես անընդհատ պատկերացնում եմ մի երևույթի հետ, ոնց որ փշրվի նրանց մի վարքյանում երազանքը, բայց մենք վերականգնում ենք այն եւ պետք չի ընդհանրապես հուսահատվել։ Այսօր այս նոր տեխնոլոգիաների դարում, երբ որ ամեն ինչ անլար է, երբ որ ամեն ինչ առանց քեզ է լինում, վստահ եղեք, որ օրորի մենք ավելի շատ գործիքակաս կունենանք, իսկ այսօր էլ այդ քիչ չէ եւ բնականաբար ախտորոշում ենք եւ այդ իմ ասած կանանց 95 եւ բարձր տոկոսը ես շատ բարդ դեպքերից խոսեցի կներեք իրենց բալիկներին գրկած գնում են իրենց տուն Եվ վերջին մեկ հարց եւս տարածված կարծիք կա որ որքան զույգը մեծ է այնքան գենետիկ հնարավոր խնդիրներն ավելի շատ են չզարգացող հղիությունները եւս ավելի շատ հանդիպող են որքանով է սա ռեալ ինքը միանշանակ միֆ չէ ինչքան ամուսնական զույգի տարիքը բարձրանում է այնքան քրոմոսոմային աբերացիաների խնդիրների մակարդակը գենետիկական խնդիրների մակարդակը միանշանակ բարձրանում է բայց այսօր քանի որ մենք ունենք մի խնդիր որ բարձրացել է աշխարհում վերարտադրողական տարիքը այսօր միջինը 35 տարեկանն է առաջնածինի համար այնպես որ ի նկատի ունենան բոլորը այսօր կարող ենք ասել որ գրեթե բալանսի է եկել այո Ամեն դեպքում լուսավոր ավարտի համար ուզում եմ նշենք եւս մեկ անգամ որ բոլոր հարցերը կամ գրեթե բոլոր հարցերը ունեն լուծումներ եւ ամենառաջին քայլն է չհուսատվել եւ գտնել քո սրտի բժշկին Միանշանակ սրտի գրագետ բժշկին Այո շնորհակալություն Սիրելի ռադիոլսողներ հիշեցնեմ որ զրուցակիցը Սերեբունի հիվանդանոցի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանն էր Շնորհակալ եմ որ մեզ հետ եք մենք կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ ցտեսություն